Եթերում լուրերի թողարկումն է, բարև ձեզ, օրվա թեմաների մասին նախ համառոտ։ Թումանյանի տարածաշրջանից հայոց բանակ մեկնեց նորակոչիկների առաջին խումբը։ Դպրոցներում ամենամյա պարտադիր բուժզննում կազմակերպելու դժվարությունները։ Ոչ թե որպես դպրոցի տնօրեն խոսեմ, որպես 3 երեխաների հայր։ Ինձ համար կապ չունի, ես ջրիզաում եմ ապրում, թե չէ, պետությունը պարտավոր է երեխայի համար հոգա։ Հեղուտ ընկերության աշխատակից Արարատ Բայրամյանն իր աշխատանքի գնահատականը ստացել է անձամբ հանրապետության նախագահից։ Ես նվիրեցի անմիջապես թորնիկիս։ Թող իմանա, որ պապիկա ունեցել, որ նախագահից մեդալ է հասնացել, դա իհարկե նրա հետո նա կարա պարզենա, բայց ինձ համար սովորական։ Բաղրամյան պողոտան, որտեղ 14 օր էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ քաղաքացիների նստացույց էին անցկացնում, արդեն բաց է։ Ոստիկանությունն այսօր հայտարարություններ տարածել, որ պատրաստվում է այսօր բացել Բաղրամյան պողոտան։ Հայտարարությունում ցուցարարներին ժամանակ էր տրված մինչև 12:30-ը ինքնուրույն բացել պողոտան։ Դրանից հետո ոստիկանները հեռացրել են որպես բարիկադ ծառայող աղբամանները եւ վերման ենթարկել բազմաթիվ ցուցարարների։ Գործեր սակայն չեն հարուցվել եւ նրանք ժամերից ազատ են արձակվել։ Ամառային զորակոչն այսօր հասավ նաև Ալավերդին։ Այսօր Թումանյանի զինկոմիսարիատի բակից հայոց բանակ մեկնեց 1997 թվականին ծնված տղաների առաջին խումբը։ Մանեխ Լոպուզյանի տեսանյութը։ Մինչ ծառայության մեկնելը Թումանյանի տարածաշրջանից բանակ զորակոչվող տղաները վերջին բուժզննումն են անցնում։ Զինվորական բժշկական հանձնաժողովն իր աշխատանքն սկսել է դեռ զորակոչն սկսվելուց ամիսներ առաջ Թումանյանի տարածաշրջանի զինվորական կոմիսարի ժամանակավոր պաշտոնակատար մայոր Կամո Երկնափեշյանը վստահեցնում է, մինչ այժմ տղաների մոտ որևէ առողջական խնդիր հայտնաբերելու դեպքում կատարվել է լրացուցիչ բուժզննում եւ մեր տարածաշրջանից այսօր ծառայության են մեկնում միանգամայն առողջ տղաներ։ Հիմնականում ընթանում է բնական իմունի զորակոչը, ոչ մի բողոքավոր չկա, ոչ մեկը չի կանգնում սխալ կանացած որոշումից։ Պլանի մեր բոլոր զորակոչիկները, ովքեր ենթակա են զորակոչման, ծանուցված են, եւ ինձ թվում է մենք պլան առաջադրանքը կկատարենք այս ամառային զորակոչին։ Նորակոչիկների հետ միասին Ալավերդու զինկոմիսարիատի մոտ են հավաքվել զինծառայության մեկնողների ծնողներն ու հարազատները։ Հաղպատի բնակիչ Անդրեաս Ալիխանյանն այսօր իր որդուն է ճանապարհում հայկական բանակ։ Նշում է, որ 2 տարի տղայից հեռու լինելու միտքն իր համար ոգևորող չէ, սակայն հայրենիքի հանդեպ պարտքը կատարելն ավելի կարևոր է համարում։ Գործը ուզի որ զորվածությամբ գնաց ծառայի, բայց իր պարտականությունն է, իր պարտականությունը պետք է գնա կատարի։ Պարտքը, պետք է գնա իր պարտքը կատարի իր հայ ժողովրդի համար։ Բարի ծառայություն, աշխարհի խաղաղություն, բարի վերադարձ։ Զորակոչվելուց առաջ ինչ կուզեիր ասել քո հարազատներին։ Լավ մնացեք։ Գուրգուրել եմ, պահել եմ քեզ մեծացրել, հիմա եկել, պահն է հասել, որ ասել։ Տղեն որ ծնվում է, պետք է հայրենիքը պաշտպանի։ Մենք էլ դաստիարակ ենք լավ, որ գնար մեր հայրենիքը պաշտպանել խաղաղալի աշխարհին, պատերազմը չլինի։ Եկել եմ Մոքսիս տղուն ճամփում։ Նորմալ տրամադրություն է, ուրախ տրամադրություն է, զինվորներ էր առողջություն, հայ ծառայություն, խաղաղ երկինք, ծառային կամ վերադառնան։ Այսօր մեր տարածաշրջանից հայկական զինված ուժերում ժամկետային զինծառայության են մեկնում Ալավերդի եւ Թումանյան քաղաքների, ինչպես նաեւ Հաղպատի, Ճոճկանի, Դսեղի, Քարինջի եւ այլ համայնքների 18 տարին լրացած եւ զինվորական ծառայության համար պիտանի ճանաչված երիտասարդներ։ Մինչ սորամասեր գնալը նորակոչիկներն ուղևորվում են Երևանի կենտրոնական զինվորական հավաքակայան, որտեղ եւ վիճակահանության սկզբունքով կորոշվի, թե նրանցից յուրաքանչյուրը Հայաստանի կամ Արցախի որ զորամասում է իր ծառայությունն անցկացնելու։
Լոպուզյան, Վահե Աղամյան, լուրեր։ Դպրոցներում ամենամյա բուժզննում իրականացնել ամրագրված է օրենքով, սակայն նույն այդ օրենքում բացեր կան, որոնք թույլ չեն տալիս դա իրականություն դարձնել։ Սա մի գործընթաց է, որը իրականացվում է համայնքների բուժհաստատությունների կողմից, սակայն դպրոցներում պետք է լինեն համապատասխան պայմաններ եւ համապատասխան թվով երեխաներ։ Եթե օրինակ դպրոցը ունի ոչ թե 500, այլ 400 աշակերտ, օրենքով բուժքրոջ հաստիք ունենալը չի պարտադրվում։ Այս եւ այլ վիճահարույց հարցեր դարձել են քննարկման թեմա World Vision բարեգործական կազմակերպության հրավիրած քննարկման ժամանակ։ Քննարկմանը մասնակցում են շահագրգիռ կողմերը, ուսումնական հաստատությունների տնօրեններ, բժիշկներ, ծնողներ։ Պատմում է Տաթևիկ Ճուղուրյանը։ Դպրոցներում աշակերտների ամենամյա բուժզննումը պարտադիր է։ Տարին մեկ համայնքի բուժհաստատության բժիշկը կամ բուժքույրն այցելում են դպրոցներ եւ աշակերտների սկրինինգ կամ որ նույնն է բուժզննում իրականացնում 500 եւ ավելի աշակերտ ունեցող դպրոցներում, որտեղ պարտադիր բուժքրոջ հաստիք է գործում, աշակերտների բուժզննումն իրականացնում է դպրոցի բուժքույրը։ Աշակերտների ամենամյա բուժզննումը պատշաճ մակարդակով իրականացնելու համար դպրոցը պետք է համապատասխան սենյակ ունենա անհրաժեշտ սարքավորումներով, իսկ առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքը պետք է տրամադրի համայնքի բուժհաստատությունը։ Դպրոցներում աշակերտների ամենամյա բուժզննման գործընթացին արդեն 3 տարի հետևում է World Vision միջազգային կազմակերպությունը։ Կազմակերպության ներկայացուցիչները փաստում են, որ տարածաշրջանի իրենց շահառու համայնքների որոշ դպրոցներում վիճակն այնքան էլ հուսադրող չէ, որովհետև չկա կրթության ու առողջապահության ոլորտի ներկայացուցիչների, նաև ծնողների հետ գործակցության բավարար մակարդակ։ Նաև վերցում ենք ամբուլատորիաների կամ բժշկների տվյալներ, հա, երեխու քաշում համեմատում ենք երեխային աճելը, աթենուվազելը եւ ինչ առողջական խնդիրներ ունի։ Կոնկրետ մեր այդ մոնիտորինգների արդյունքում հաշված հաճախ խնդիրներ են հանդիպում աղթալայում եւ ճոճկանում։ Ճոճկանում էլի մոտ 30 երեխա 2014 թվականի մոնիտորինգ էին կանում, բայց 12 թվականի տվյալներ են։ Շատ գյուղերում էլ օրինակ եւ բացառիկ գյուղեր կլինեն, որ այդ ամեն ինչը արվում է տարի մեկ անգամ, բայց գյուղեր կան, որ էլի գնում սոցաշխատողը հենց տեղում են կշռում երեխուն, որովհետեւ այդ տվյալները մնացնեն։ Աղթալայի համար մեկ դպրոցի տնօրեն Լեռնիկ Ճիճիլյանի կարծիքով պետք է նախ եւ առաջ լուծում տալ բոլոր դպրոցներում բուժքրոջ հաստիք ունենալու խնդրին։ Տնօրենն ասում է, որ դա չպետք է պայմանավորված լինի աշակերտների թվականակով։ Ոչ թե որպես դպրոցի տնօրեն խոսեմ, որպես 3 երեխաների հայր։ Ինձ համար կապ չունի, ես Ջիլիզաում եմ ապրում, թե չէ, պետությունը պարտավոր է իմ երեխայի համար հոգալ։ Եվ այդ դպրոցում թե 50 աշակերտ է, թե 500, դա ծնողին չի հետաքրքրում։ Մենք այս պետության քաղաքացիներն ենք եւ մեր երեխաները պետք է հոգատության մեջ լինեն։ Ուրեմն նորմատիվը պետք է իջեցվի, պետք է հարց բարձրացվի, որ նորմատիվը իջեցվի։ Ինչ է նշանակում 500 երեխան մի հաստիք։ Հետո 3 երեխան մի հաստիք լինի։ Եթե դպրոցը չունի համապատասխան սարքավորումներով հագեցած սենյակ, ապա երեխաների տարեկան բուժզննումն իրականացվում է համայնքի բուժհաստատությունում, ինչը հաճախ դժվարություններ է առաջացնում։ Բայց եթե այսօր ունենք համայնք, որ բուժկետը գյուղի մի ծայրում է, համայնքի դպրոցի բուժսալի ծայրում է, ամեն դեպքում այսօր մենք բուժքրոջ անհրաժեշտությունը դպրոցում լինելու ուսումնական պրոցեսի ընթացքում դա զգում ենք։ Ու այսօր մենք ես կուզենայի, որ դա որպես մեղք ընտրենք մեր քննարկման եւ դա ներկայացնենք։ Մանկաբույժ Անուշ Ղալայանը կարծում է, որ որքան էլ քննարկումներ լինեն բաց թողումների վերաբերյալ, միանգամից առկա բոլոր խնդիրները լուծել գրեթե անհնարին է։ Նախ պետք է կրթության ու առողջապահության ոլորտի պատասխանատուների, նաև ծնողների ակտիվ մասնակցությունը եւ ժամանակ քայլ առ քայլ դրական արդյունքների հասնելու համար։ Սերիակը կլինի, միգուցե տարիների ընթացքում հասնենք նաև վերաբերական առանձին բուժքույրերը կլինեն, մինչև այն վիճակը, որ բոլոր դպրոցներում ունենան կահավորված սերիակներ, սկրինինգները կիրականացվեն թեկուզ բուժկետում, ձգտելով այդ չափորոշիչի 100%-անոց կատարմանը։ Կիսա կառավարությանը ներկայացվող հարցը, որ դա պետք է այնտեղ շեմը փոքրացվի դպրոցական երեխաների թվի, որովհետև 500 աշակերտ ունեցող դպրոցում պետք է լինի դպրոցական բուժքույր։ Եթե մի աշակերտ, 2 աշակերտ, դա հարաբերական սիմվոլիկ եմ ասում, արդեն բուժքույր պետք է չլինի։ Ֆինանսական
ծախսերից ելնելով։ Եթե դա հարցը բարձրացվի կառավարության, այնտեղ արդեն ինչ-որ թվեր փոխվի, դպրոցական բուժքույրերի շեմը փոքրացվի, կամ ասենք ֆինանսներ տրամադրվեն, որ առանձին բուժքույրեր ունենան, կամ դա լինի նաև դպրոցի պարտականության մեջ, պարտավորության մեջ, դպրոցը ֆինանսավորի, բազմաթիվ հարցեր կան, որ ասենք միայն ինչ-որ մակարդակի վրա կամ ինչ-որ մեկի միջոցով հնարավոր չէ լուծել։ Այստեղ համագործակցություն է պետք։ Տաթևիկ Ճողորյան, Գևորգ Քոչինյան, լուրեր։ Թեղուտ ընկերության աշխատակից Արարատ Բայրամյանը պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի մեդալով։ Արարատ Բայրամյանը թեղուտ ընկերությունում աշխատում է արդեն 2.5 տարի։ Ընկերության մեխանիկական արտադրամասում եւ հանքարստացուցիչ ֆաբրիկայում մասնակցել է հսկա համալիրի մետաղական կոնստրուկցիաների մոնտաժային աշխատանքներին։ Թեղուտ ընկերության աշխատակից Արարատ Բայրամյանը հպարտորեն ցույց է տալիս աշխատանքային վաստակի համար անձամբ Հանրապետության նախագահից ստացած մեդալը։ Առաջին Հանրապետության օրվա արդիվ պարգևատրվածների մեջ տարբեր բնակավայրերի ցանքարարությունաբերության ոլորտի այլ ներկայացուցիչներ են եղել, սակայն թեղուտ ընկերությունից ներկայացվել է միայն ինքը։ Արարատ Բայրամյանը հպարտորեն է ընդունել աշխատանքի վաստակի գնահատականը, ասում է աշխատելիս պարգևների մասին չի մտածում, սակայն երբ գնահատվում է հպարտությունից բացի նաև պարտավորության զգացում է ունենում, այլ ավելի լավ աշխատելու վստահությունն արդարացնելու համար։ Ոչ թե իմ համար, այլ ցանկացած աշխատող մարդու համար դա գնահատականն է իր արածի համար, որը իհարկե շատ թանկ բան է, որ քեզ գնահատում ու հարգում են քո աշխատանքի դիմաց։ Ես նվիրեցի անմիջապես թորնիկիս, թող իմանա, որ պապիկա ունեցել, որ նախագահից մեդալ է ստացել, դա իհարկե նա հետո նա կարա պարծենա, բայց ինձ համար սովորական տունը նույնպես սովորական, դե ընկերները շնորհավորեցին։ Իր մասնագիտությամբ Արարատ Բայրամյանն աշխատում է դեռևս երիտասարդ տարիներից։ Մասնագիտական ունակությունները տարիներ շարունակ կիրառել է նաև Հայաստանից դուրս արտագնա աշխատանքի մեկնած ժամանակ, սակայն արդեն 2.5 տարի է թեղուտ ընկերությունում է աշխատում, եւ հենց առաջին տարում նկատվել է նրա աշխատանքը եւ ամանորի տոնական միջոցառումների խարույկը վառելու պատիվը ընկերության նախագահի հետ հենց նրան է տրվել։ Թե մեխանիկական արտադրամասում, թե հանքարստացուցիչ ֆաբրիկայում մասնակցել է հսկա համալիրի մետաղական կոնստրուկցիաների մոնտաժային աշխատանքներին։ Օրինակ ես իմ երեխաներին պահել եմ արտագնա աշխատանքով։ Նոր արդեն պապիկ եմ, իմ աշխատում եմ ուրախացնեմ իմ թորնիկներին ու թորնուհիներին։ Արարատ Բայրամյանն ասում է, որ ինչպես իր ու իր գործընկերների, այնպես էլ տարածաշրջանի համար թեղուտի լեռնահանքային համալիրը մեծ նշանակություն ունի։ Ասում է, շնորհիվ ընկերության շատ ընտանիքների արտագաղթ կանխվեց։ Նա այդ մասին ասաց նաև լեռնահանքային համալիրի բացման արդիվ թեղուտ ժամանած երկրի նախագահին։ Պարոն նախագահ, ես ցանկանում եմ, որ մենք բոլորս ականատես լինենք, գոնե տարին մի անգամ այսպիսի գիգանտ ֆաբրիկայի բացման արարողությանը։ Այս ֆաբրիկա մեր երկրի համար, այսինքն ոչ թե մեր երկրի, ցանկացած երկիր հզոր է իր հզոր արդյունաբերությամբ։ Եվ սա մեր Հայաստանի համար ապագա է, հույս է, ոչ թե մեր պետության, այլ մեր հենց տեղացի ժողովրդի համար։ Ցանկանում մենակ, որ շարունակվի այս գործընթացը եւ նոր ֆաբրիկաներ ոչ թե մեր բոլոր շրջաններում, որ մարդիկ աշխատանք ունենան եւ կարողանան հոգալ իրենց ամենօրյա հոգսերը։ Շնորհակալություն բոլորս։ Պարգև ստանալը լավ բան է, ասում է նա, սակայն չպետք է բավարարվել ձեռք բերածով։ Գլխավոր պարգևը կլինի այն, որ երկիրը կարողանա դուրս գալ դժվարին այս իրավիճակից։ Իսկ դրա համար հարկավոր է աշխատել, աշխատել ու աշխատել, ասում է Արարատ Բայրամյանը եւ շտապում աշխատանքային այն տեղամասը, որտեղ նա պատասխանատու է ձոդման ու մոնտաժման աշխատանքների համար։ Նատալիա Ուսյան, Մերի Կոլոլյան, Արմեն Հովսեփյան, լուրեր։ Երեք հյուսիսային Ֆիլիպիններում 11 զբոսաշրջային քաղաքներ են վնասվել Լինֆա անունով փոթորկից, որի արագությունն էր 120 կմ/ժ։ Փոթորիկը շրջելով հասել է երկրի հյուսիս-արևելքի Արխպիլ քաղաքը։ Փոթորկի պատճառով փակվել են ճանապարհներ։ Նյութական մեծ վնասներ են պատճառվել։ Նշենք, որ Ֆիլիպիններում, որը կազմված է 7000 կղզիներից, հաճախ են պատահում փոթորիկներ։ 2013 թվականին Հայան անունով փոթորկի արդյունքում 6000 մարդ է զոհվել, 10000 տուն է ավերվել եւ 12 միլիոն մարդ անտուն էր մնացել։
Գերմանիայում օդերևութաբանական կենտրոնները հայտնել են, որ այս ամռանը ջերմաստիճանի բարձրությունը Գերմանիայում աննախադեպ է։ Այսպիսի ջերմաստիճան չի գրանցվել 1881 թվականից մինչ այսօր։ Երեկոյան ջերմաստիճանը հյուսիսային Բավարիա քաղաքում հասել է 43 աստիճանի։ Միայն 2003 թվականին Գերմանիայում ամենաբարձր գրանցված ջերմաստիճանն էր 42 աստիճան։ Այսքանը շարունակեք հետևել լուրերին, ցտեսություն եւ ամենայն բարիք ձեզ։